Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր։ Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։ Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, Ռուսաստանի նախագահ Պուտինին, Կազանի փաստաթուղթը եւ այլն։ Սակայն հայտնի չէ արդյոք բանակցային բոլոր փաստաթղթերն են սրանք, թե ոչ, ակնհայտ է նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվել հրապարակումները։ Հրապարակված փաստաթղթերի շարքում չկա Քիվեստի տարբերակը, Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթը չէ։ Կառավարությունից չեն մանրամասնել, թե ինչու է նախկին ղեկավարներից միայն երրորդ նախագահի նամակը հանրայնացվել, իսկ մյուս առաջնորդների գրագրությունը ոչ։ Շուրջ 10 ամիս վարչապետը հանձնարարել էր գույքագրել ԱԳՆ-ում առկա Ղարաբաղյան բանակցային թղթերը։ Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին 3 նախագահներին բանավեճի էր հրավիրել տացել մերժում։ Նախորդ ամիս անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների տված հարցազրույցներին Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։